Անմիջական զրույց, հետաքրքիր հարցադրումներ, ակտիվ քննարկում։ Փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև նշվում է որպես գիրք նվիրելու օր, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը աշակերտների հրավերով այցելել էր Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց։ Սովորողները իրենք առաջարկեցին, որ հենց գիրք նվիրելու տոնին հրավիրենք ներքին գործերի նախարարին։ Գուցե դա մտածեք ինչու, ինձ էլ դա հետաքրքիր, իրենք ասեն մենք հարցեր ունենք նախարարին։ Օրվա արդիվ շնորհավորելով ներկաներին նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար եւ կարեւորել երիտասարդների հետաքրքրվածությունը ներքին գործերի նախարարության ոլորտային կառավարման գործընթացների նկատմամբ։ Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ստեղծվել է հանրային երկխոսության լայն դաշտ, ներգրավելով թե երիտասարդներին, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Սա հնարավորություն է տալիս նախարարությանը առավել արդյունավետ արձագանքել բարձրացված հարցերին եւ քննարկումների միջոցով մշակել արդյունավետ լուծումներ, կարեւորել է նախարարը։ Երբ որ իմացանք, որ նախարարը գալու է, շատ ուրախացանք, որովհետև հետն շատ անսպասելի էր ու մեծ պատասխանատվություն էր մեզ համար։ Արփինե Սարգսյանը խոսել է ոստիկանության, փրկարար ծառայության եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության աշխատանքի մասին, նշելով, որ ծառայություններն ուղեկցում են քաղաքացիներին կյանքի տարբեր փուլերում, սկսած ինքնությունը հաստատող փաստաթղթի տրամադրումից մինչև արտակարգ իրավիճակներում արձագանքում եւ անվտանգության ապահովում։ Կցանկանայի, որպեսզի Տիկին Սարգսյանի օրինակով մեր մյուս բոլոր պաշտոնյաները եւս նման հանդիպումների հնարավորություններ ընձեռնեն երիտասարդությանը, որպեսզի մոտ ապագայում, երբ մենք արդեն մեծ կյանք մտնենք, ավելի շատ գիտելիքներ ունենանք եւ կարողանանք կիրառել այդ։ Խոսելով հանցավորության կանխարգելման ուղղությամբ գրանցված արդյունքների մասին, նախարար Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին հանրապետությունում հանցագործությունների թիվը նվազել է 3.2%-ով։ Անդրադառնալով անչափահասների շրջանում հանցավորության ծավալների վերաբերյալ շրջանառվող բացասական պատկերացումներին, նախարարը ընդգծել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ անչափահասների շրջանում խնդիրները բացառիկ են, դրանք չեն բնութագրում բոլորին եւ համընդգրկուն չեն։ Նա նշել է, որ դպրոցներում առկա խնդիրները պետք է բաց ու թափանցիկ կերպով ճիշտ գնահատել եւ լուծել առանց դեպքերի քողարկման։ Այս գործընթացում կարևոր է ծնողների, ուսուցիչների եւ համայնքի ներգրավվածությունը։ Մենք անչափահասներին, երիտասարդներին ընդունում ենք, գնահատում ենք ոչ թե հաշվի առնելով տարբեր մտածածին քննարկումներ կամ հեղեղուկ ձևակերպումներ, սիրողական գնահատականներ, քաղաքական տարբեր նարատիվներ կլինեն, թե այլ բաներ կլինեն, այլ հաշվի ենք առնում ձեզ բնութագրող տարբեր հատկանիշներ։ Ինչպես եք դուք ծավալում ձեր վարքագիծը դպրոցում, ընտանիքում, այլ պայմաններում, եւ ես վստահ եմ, որ հաշվի առնելով նաև այս կազմը, մեր հանրապետությունում բոլոր դպրոցներում մենք ունենք փայլուն աշակերտներ, որոնք որ շատ հստակ ունեն հստակ ընդգծված ուղի, այդ ուղիով գնում են առաջ եւ իրականացնում են իրենց առջեւ դրված նպատակները։ Եվ ուզում եմ նաև գիտակցենք, որ իրականում դուք հիմա հատկապես այն տարիքում եք գտնվում, երբ որ սկսում են արդեն ձեր կայացրած որոշումներն ավելի մեծ կշիռ ունենալ։ Եվ հետևաբար ձեր կայացրած որոշումները ավելի մեծ կշիռ ապահովելով նկարագրում են, թե դուք ինչպիսի սերունդ եք Հայաստանի Հանրապետությունում։ Նախարարն ընդգծել է, որ երիտասարդությունն ունի մեծ ներուժ, անհրաժեշտ է նրանց ուղղորդել զարգացման հնարավորություններ ընձեռելով։ Յուրաքանչյուր երիտասարդի վարքագիծ պետք է ձևավորվի ծնողների, դպրոցի եւ ուսուցիչների մշտական աջակցությամբ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիկին նախարարին այս անկեղծ հարց ու պատասխանը ունենալու համար աշակերտների հետ։ Ունեցանք շատ արդյունավետ եւ դրական հարց ու պատասխան, քննարկվեցին աշակերտների կողմից շատ հետաքրքիր հարցեր։ Արփինե Սարգսյանը հորդորել է երիտասարդներին կենտրոնանալ գիտելիքի եւ պատասխանատու վարքագծի վրա, ունենալ հստակ նպատակներ եւ հետեւողականորեն շարժվել դրանց իրականացման ուղղությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ ներկաներից յուրաքանչյուրը միայն որակյալ կրթությամբ կարող է կերտել իր ապագան, իսկ առկա խնդիրները եւ խոչընդոտները լուծելի են պատասխանատու շրջանակի ակտիվ համագործակցությամբ։ Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում երիտասարդները բարձրաձայնել են իրենց ուզող հարցերը։ Թեմաները բազմազան էին՝ բուլինգ, կիբերանվտանգություն, կոռուպցիա, արհեստական բանականության մարտահրավերներ եւ այլն։ Վստահ եմ երեխաները, սովորողները ստացան իրենց հարցերի պատասխանները լիարժեք, մի բան էլ ավել, որտեվ Տիկին Սարգսյանը բավականին լայն մտքերով պատասխանում էր հարցերին։ Ավարտին օրվա խորհրդին համահունչ ներքին գործերի նախարարը աշակերտներին նվիրել եւ ստացել է գրքեր։